Արտավուս կետքերով սովետական շենքա 5-րդ հագում ենք, վերևից աղր ինչ-որ հոսքեր, ես պայն չկա հասկանանք։ 6-րդ հագի ուսումնասիրություններով կասկածներ ունեի, որ կարող է կոյուղին խցանված լինի, արտահոսքը եղել է ամսի 5-ին, ամսի 5-ից հետո ոչինչ չեղել, այսինքն հնարավոր է եղած լինի խցանում ու ինքնուրույն բացված լինի, տան մեջ ոչ մի խնդիր չեն բացահայտել, այսինքն տարածքային այս տուալետի ներքևն է, մի քիչ ձևափոխած է, Կուխյան ուրիշ տեղ տարած, մի խոսքով ստեղ խնդիրներ չբացահայտեցի, հավանական մի հատ աղբյուր կա ունիտազի հետևը սալիկի անհերմետիկություն կա, հեսա միայն դա կստուգեմ, բայց պատվիրատուն 2 հոգով են ապրում, ստեղ ջրի աղբյուր անգամ չի կարա լինի, այսինքն ամեն ինչ սարքին է, չեմ պատկերացնում ինչ պայմաններում ստեղ ջուր կարա լցված էր, տանտիրուհին է բավականին մաքրապահ, այնպես որ մենակ այդ սալիկի հերմետիկությունը կստուգեմ ու հավանաբար եղել է խցանում ու բացվել է, եթե ընդեղից չհոսեց։ Ինչ արտահոսքը ստացված է, այսինքն վերևը սալիկի անհերմետիկություն եմ դիտարկում, հեսա պատվիրատուին մատնանիշ կանեմ, որ հասկանա որտեղ պետք է վերանորոգի։ Հավանական աղբյուրները այս դռան կողքի ճաքերը, որ պետք է էլի զացերկաներով էբոքսիտնից մալայով լցվի, թեստեղ և տուալետի հետևը հիմնական ունենք, որ ստերևույթին ես դա եղել է, ես ամա վիդեո ինդոսկոպով ցույց։ Ճաքի ծավալը հասկանալու համար մի քիչ դուրս եմ իրան դրել, այսինքն այդ չուգունի դետալի տակ այդպիսի անցք կա։ Այսինքն հավանական թափված ջրերը չնայած ստեղ էլ եմ ասում ջուր թափվելու տենց ամենուր ինչ-որ խնդիր չկա, հնարավոր է խցանում ա եղել պատճառը տուալետի մեջ, մի խոսքով գլուխ չծանրացնեք, թե ինչ պատճառով ստեղ կարա ջուր լցված լինի, բայց երբ որ լցվել է, ստեղից է գնացել, այսինքն ես ստեղ արհեստական ուղղակի ջուր եմ լցրել ու շատ արագ ընդեղ արտահոսքը ստացել, շատ խիստ, տակի հարևանը ասեց, որ նման արտահոսք ինքը չէր դիտարկել։